Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերի 15-ից հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, 2 կամ ավելի անձանց սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով խափանման միջոցը կալանք։ Նրանց հայտնաբերումը վրաց գործընկերների հետ Հայաստանի ոստիկանության արդյունավետ համագործակցության դրվագներից է։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները լայնածավալ ու համակարգված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սերտորեն փոխգործակցելով Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին Վրաստանում հայտնաբերել էին 37-ամյա Բլբուլյանին ու 35-ամյա Կարադավիդովին։ Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ոստիկաններից մեկը ահազանգել էր բաժին ու հայտնել, որ Թուֆենկյան կենտրոնի կողմից կրակոցների ձայներ են լսվում։ Նույնաբովանդակ ահազանգեր ստացվել նաև 911 ծառայություն։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդն հայտնել էր, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ կայանված իր ավտոմեքենան կրակոցներից վնասվել է։ Ինքն էլ սրահում է։ Ահազանգերից րոպեներ անց քաղաքացիների հոսքը դեպքի վայրում արգելվեց, փորձաքրեագիտական ու քննչական գործողություններ էին կատարվում։ Այդ պահի դրությամբ հայտնի էր, որ մի տղամարդ հերազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց։ Վնասվել էր նրա աջ բազուկն ու կրծքավանդակը։ Վիրավորը Ալավերդու բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանն էր։ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հայտնաբերվեց տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Սպանվածը ևս Ալավերդուց էր 43-ամյա Գագիկ Մոսինյան։ Պարզվեց, որ միասին են եղել, երբ նրանց ուղղությամբ կրակել են, նաև որ հրազեն գործադրողները 3-ով են եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվեց Volkswagen նախնական տվյալներով կասկածյալներն այդ մեքենայով էին եղել։ Հանցագործությունից հետո թողնելով մեքենան ոտքով փախել էին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով Կալաշնիկով ինքնաձիգ դատարկ պահունակով, նաև Մակարով ատրճանակ լիցքավորված 3 փամփուշտով, 5.45 մմ տրամաչափի 26 հատ կրակված պարկուճ, 4 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։ Ժամերի ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, նաև Երևան քաղաքի ու Լոռու մարզային վարչությունների ծառայողները պարզեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Երևանի բնակիչ 62-ամյա Ռաֆիկ Խաչատրյան, Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյան եւ Արմեն Կարադավիդով։ Դեպքի հաջորդ օրը սեպտեմբերի 15-ին նրանց մեղադրանք առաջադրվեց ու հայտարարվեց հետախուզում, խափանման միջոցը կալանք։ Մեկ շաբաթ անց սեպտեմբերի 22-ին ոստիկանները Կոտայքի մարզում հայտնաբերեցին ու քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 62-ամյա Ռաֆիկ Մկրչյանին։ Վրաստանում հայտնաբերված ու Հայաստան տեղափոխված Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին հարցաքննության։ Դեպքի հանգամանքներն ու յուրաքանչյուրի դերակատարումը նախաքննությամբ պարզվում են։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 11, յուրացման կամ վատնման 6, խարդախության 5, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնյական լիազորությունների չարաշահման 4-ական, ծեծի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռքբերման 3-ական, սպանության սպառնալիքի եւ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեկական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած 8 հետախուզվող կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այսօր հանրապետությունում քիչ չեն ավտոլվացման կետերը, որտեղ ինքնասպասարկում է կամ ինչպես ընդունված է ասել, լվա ինքդ։ Շատերը գործում են շուրջօրյա։ Սարքավորումներից ու դրամարկղերից օգտվողների վրա ոչ մի վերահսկողություն, հանգամանք, որից հանցամիտները օգտվել էին։
Վերջին ամիսներին միայն Արագածոտնի մարզում ավտոլվացման կետերից գողության 6 դեպք էր կատարվել։ Տուժողներից ոմանք հաղորդում էին տվել, ոմանք ոչ։ Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները համալիր որոնողական միջոցառումներ էին ձեռնարկում։ Շուտով բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ քրեակատարողական հիմնարկից վերջերս ազատված Գյումրիի բնակիչ Հրայր Հարությունյանը գողություններ է կատարում։ Հունվարի 9-ին Հարությունյանը Գյումրիից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հրայր Հարությունյանը դեկտեմբերի 7-ին գյումրեցի մեկ այլ երիտասարդի Անդրանիկ Խլղաթյանի հետ Արագածավան գյուղում գտնվող ավտոլվացման կետի մետաղադրամների արկղը կոտրելով գումար են ապշտակել։ Ժամերանց Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղի ավտոլվացման կետից էին գողություն արել։ Եվ սա ամենը չէր։ Նույն եղանակով դեկտեմբերի 11-ին 3 գողություն Թալինում էին կատարել, մի քանի օր անց եւս 2-ը Աշտարակում։ Ագարակ գյուղի ավտոլվացման կետից էլ էին փորձել գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով գործն ավարտին հասցնել չէր հաջողվել։ Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին Անդրանիկ Խլղաթյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը։ Օրերս հերթական դեպքը ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները բացահայտեցին։ Հունվարի 28-ին ժամը 23-ի սահմաններում ստացված տեղեկություններն իրացնելով Արագածավան Արմավիր ավտոճանապարհից իրավապահները ապօրինին թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման ենթարկեցին Գյումրիի բնակիչ Աշոտ Գաբրելյանին։ Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել 5 պոլիէթիլենային տոպրակով շագանակագույն յուրահատուկ գույնով զանգված եւ հիշալ զանգվածով լի ապակե գլանակ։ Գաբրելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութը իրենն է, պահում է օգտագործելու համար։ Նշանակվել են փորձաքննություններ, հետաքննությունը շարունակվում է։